Այսօր Հայաստանում թերևս ամենաշատ գործածվող արտահայտություն երևի թե մեկն է։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ըստ երևույթին, սիրելի ժողովուրդ, քաղաքականությամբ զբաղվելը եւ չզբաղվելը սովորական հասարակ ժողովրդի համար, մեծ առումով, այսպես ասած, երկու արտահայտություններն էլ աբսուրդ են։ Հաճախ լսում ենք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես քաղաքական գրառումներ չեմ անում, ես քաղաքականության մեջ չեմ մտնում, բայց քաղաքականությունը սա դիվանագիտական ինչ-որ հարցեր լուծելը չէ, գիտեք, գնանք հասնենք, չգիտեմ, հարևան երկրներ, աշխարհում մեկ պտտենք, դիվանագիտական ինչ-որ խնդիրներ լուծենք։ Քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելը պայմանավորված է նրանով, թե ինչ միջավայրում ես ապրում դու, այսինքն եթե դու խոսում ես միջավայրի պակասություններից, թերություններից, լավից եւ վատից կամ չգիտեմ քննադատություններով կամ առաջարկներով, այսինքն մտնում ես այն կյանքի մեջ, որտեղ դու ապրում ես, այդ միջավայրի մասին է խոսքը, սա արդեն իսկ նշանակում է, որ դու զբաղվում ես քաղաքականությամբ։ Ուրիշ բան է, որ այդ քաղաքականություն ասված է, մենք երբ որ ասում ենք չենք զբաղվում քաղաքականությամբ, մենք նկատի ունենք, մենք դիվանագիտական հարցեր չենք լուծում։ Իհարկե մենք դիվանագիտական հարցեր չենք լուծում, մեծ իմաստով այսօրվա իրավիճակում քաղաքականությամբ Հայաստանում զբաղվում են գրեթե բոլորը, բացի նրանցից, ովքեր որ պիտի զբաղվեն այդ քաղաքականությամբ։ Այսինքն մտահոգված մարդիկ օրի մեկը մի բան է խոսում, մեկ ինչ-որ այսպես հաղորդումներով, մեկ ինչ-որ գրքերով, ես չգիտեմ, մեկ ինչ-որ գրառումներով, բայց կրկնում եմ, սա չի նշանակում զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ։ Այսինքն նրանք, որ որևէ բառ չեն խոսում, չի նշանակում, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանք ովքեր խոսում են, չի նշանակում, որ զբաղվում են քաղաքականությամբ։ Քաղաքականությունը դիվանագիտական մակարդակներում, այսպես ասած, խնդիրներ լուծելն է, որը մեզ տրված չէ, սիրելի ժողովուրդ, որը տրված է նրանց, ովքեր ցավոք սրտի մեծ հաշվով վերջին գոնե այս 34-35 տարիների ընթացքում, եթե մենք գանք 91 թվականից սկսված, անկախությունից վեր, Հայաստանում գրեթե բոլորը զբաղվել են քաղաքականությամբ, բացի քաղաքական գործիչներից, իհարկե որոշ վերապարումներով, որոշ այսպես անհատների անունները փակ պահելով, բացի նրանցից, ովքեր պիտի զբաղվեին դրանցով։ Անցյալ հաղորդման մեջ ես չգիտեմ, ովքեր որ լսել են, ես խոսեցի ռոպագանդայի ազդեցության մասին, սիրելի ժողովուրդ։ Նրանք, ովքեր չեն լսել հաղորդումը, ես մի կարճ ակնարկով կասեմ ձեզ, ռոպագանդայի ազդեցության մասին։ Այսինքն ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում, այդ ճակատների բաժանվելը։ Մենք վազում ենք արևմուտք, մենք վազում ենք դեպի հյուսիս, արևմուտք-հյուսիս, արևմուտք-հյուսիս, երկու ճակատներով փոխադարձ այսպես խոյահարում, իրար հայհոյել, իրար չգիտեմ ինչ, եթե դու արևմտյան ես, ուրեմն դու հակահյուսիսային ես, եթե դու հյուսիսային ես, ուրեմն պրոհյուսիսային ես, ուրեմն դու հակարևմտյան ես, մենք պիտի սրա պոչը բռնենք, մենք պիտի Իվանի պոչը բռնենք, մենք պիտի Ջոնիկի պոչը բռնենք, այսպես ճակատների բաժանված, այս ժողովուրդը որոշել են, որ պարտադիր կերպով պետք է բռնել կամ Ջոնիկի, այսպես ճակերտավոր ասած, կամ Իվանի պոչը, եւ սրա անունը դրել են քաղաքականություն, առանց դրա չի կարելի, այսինքն չեն կարող, պիտի մեկի պոչը բռնենք պարտադիր։ Դիվանագիտությունը որպես այդպիսին, սա մանյովրների արվեստ է, սիրելի ժողովուրդ, մանյովրների արվեստ, այսինքն դիվանագիտական գործիչները, նրանք ովքեր այդ հմտություններին տիրապետում են, պիտի հասկանան, որ մշտական պատերազմական գոտում այսպես վտանգավոր մի քիչ այսպես գոտում գտնվող երկրի դեպքում շատ մեծ ահռելի իմաստություն է պետք այս երկիրը կառավարելու համար։ Ես որևէ մեկին այդ իմաստությունով չեմ տեսել մեր պետության գլխին վերջին 35 տարիների ընթացքում, որևէ մեկին չեմ տեսել։ Խնդիրներ եղել են, լուծվել են, բայց տասնապատիկը, հարյուրապատիկը ավելացել է, եւ սա դիվանագիտության բաժին է։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, կրկնում, սա ընդամենը մարդիկ փորձում են խոսել այն միջավայրից, որի մեջ ապրում են, որովհետեւ մարդիկ անհոգ չեն։ Իսկ ռոպագանդայի ազդեցությունն այստեղ ամենավորոշիչ դերն ունի, թե արևմտյան, թե հյուսիսային։ Եթե հաշվի առնենք այսպես հասարակ մի բան, սիրելի ժողովուրդ, 1933 թվականից սկսենք, 1933 թվականին, երբ որ իշխանության եկան Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը, երրորդ ռեյխը փաստացի ոչինչ չուներ, փաստացի ոչինչ չուներ։ Առաջին աշխարհամարտից հետո, գիտեք, պատմություններից ովքեր տեղյակ են, Վերսալյան այդ համաձայնագրով ստորացված Գերմանիան ամեն ինչից զրկված, ոչ զենք, ոչ զորք, շատ սահմանափակ քանակությամբ փողերը ձեռքից տարան, գերմանացիները սովամահ էին լինում, գերմանական
արժույթն այսպես ասած այն աստիճանի էր արժեզրկվել, որ մարդիկ դրանով ուղղակի փորձում էին փողոցներում վառում էին, որպեսզի սուրճ կամ չգիտեմ թեյ էին, ասենք խմեին տականային։ Այդ կարգի ոչինչ չուներ, երրորդ ռեխը ոչինչ չուներ։ Այսինքն որպես այդպեսին հնարավորություն չուներ նյութական, այսպես։ Բայց Հիտլերը որոշեց, որ ինքը պիտի պատերազմի, ինքը պիտի վրեժ լուծի առավելապես Անգլիայից եւ Ֆրանսիայից, ովքեր իրենց ստորացրել էին Վերսալյան պայմանագրով, հիմնականում Անգլիան ու Ֆրանսիան իհարկե, որովհետեւ Ֆրանսիայում կնքվեց այդ պայմանագիրը, հետո անպայման պիտի արշավեր իր ողերիմ թշնամու, այսպես ասած, հակակոմունիստ էր Հիտլերը շատ ընդգծված հակակոմունիստեր պիտի անպայման արձակվեր սովետական միության վրա։ Գերմանացի ժողովուրդը, որը ոչինչ չուներ, որը սովամահ էր լինում կրկնում եմ, հարցրեց Հիտլերին, ասեց՝ ընկեր, ինչով, ում հաշվին։ Առաջին աշխարհամարտից հետո, այդքան զոհերից հետո, այդքան ստորացումներից հետո, բանակ զենք, զորք չունենալուց հետո, չգիտեմ, նյութական որևէ, այսպես ասած, աղբյուր գոյություն չուներ։ Պետությունը որպես այդպեսին չկար, հա։ Եվ այստեղ գործի դրվեց մի մեխանիզմ, մի ապարատ, որը դարձավ այդ ամեն ինչի նախասկիզբը։ Այստեղ խաղի մեջ մտավ Պաուլ Յոզեֆ Գեբելսը։ Գեբելսի հիմնած այդ մեքենան, այդ մեխանիզմը, պրոպագանդայի մեքենան, հա, հաջողեց համոզել գերմանացիներին, սովամահ լինող գերմանացիներին համոզել, որ երրորդ ռեխն անպայման ունի ամեն ինչ, եւ կամք, եւ արիություն, եւ փող էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք։ Գերմանացիները հավատացին։ Գերմանացիները հավատացին եւ երրորդ ռեխում սկսեցին արդեն ֆինանսավորման աղբյուրներ մանգալ, բայց սա ուրիշ հարց է։ Ես դրա մասին չեմ ուզում խոսել, այդ արևմտյան, եվրոպական այդ արժեքները, որպեսզի այսօր հանկարծ պատմության միջից դուրս բերենք, այսպես ուղղակի պատմության միջից դուրս բերենք եւ ասենք սա է, մարդիկ պիտի ասեն դե Անգլիան այն ժամանակ ուրիշ Անգլիա էր, Լեհաստանն ուրիշ էր, Բուլղարիան ուրիշ էր, Հունգարիան ուրիշ էր, հիմա արդեն ավելի քաղաքակիրթ են, ամերիկացիները ուրիշ էին, ռուսները ուրիշ էին, կոմունիստներն ուրիշ էին, նույնիսկ թուրքերն էին ուրիշ, որովհետեւ հայերն հավատում էին, որ Սուլտան Աբդուլհամիդից հետո երիտուրքերը մի քիչ ավելի քաղաքակիրթ թուրքեր են։ Այսինքն բոլորն էին ուրիշ։ Առաջին աշխարհամարտից հետո, երբ որ կայսրությունները ընկան, դրանց տեղում արդեն նոր անկախ պետություններ, ու դեռևս անկախ չէին, անկախության համար դեռևս պիտի պատերազմեն, դեռևս պիտի մարտնչեին այս ամեն ինչի համար, բայց երբ որ կայսրությունները ընկան, առաջացան արդեն հանրապետություններ, մարդիկ հանկարծ սկսեցին մտածել, որ չէ, սրանք մի քիչ ուրիշ են, երիտուրքերն են ուրիշ, անգլիացիներն են ուրիշ, թեև անգլիական կայսրությունը այդ իմպերիան, այսպես ասած, մնաց, բրիտանական թագավորությունը մնաց։ Հիմա պրոպագանդայի ազդեցություն, այդ եվրոպական արժեքներ, ռուսական արժեքներ, չգիտեմ ինչ էր, այսպես պատմություն ինքը ճշգրիտ գիտություն չէ, սիրելի ժողովուրդ, այսինքն 700, 800, 1000, 2000, 3000 տարի առաջ եթե մենք գնանք, այսպես թե այնպես ամեն ինչ ինչ որ մեզ հասել է պատմիչներից, հույն պատմիչներից, հայ պատմիչներից, չգիտեմ, այսպես Ռոմեացի պատմիչներից, բյուզանդացի պատմիչներից մարդիկ գրել են, մենք էլ բացում ենք, լինում են պատմիչներ, որոնց խոսքը համընկնում է, լինում են պատմիչներ, որոնք բացարձակ տարբեր բաներ են ասում, հա։ Եվ ուրեմն պատմությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց այն ինչ տեղի ունեցել ընդամենը 100 տարի առաջ, սա փաստերով ամրագրված է, փաստաթղթերով ամրագրված է, այնպես չի, որ սա եղել է 2-3000 տարի առաջ, այն ժամանակ ոչ ֆոտոլուսանկարիչներ կային, ոչ չգիտեմ, այսպես տեսախցիկներ կային, ամեն ինչ էլ կար։ Դուք գիտեք, որ նույնիսկ առաջին աշխարհամարտից են մնացել վավերագրական փաստեր, տեսաերիզներ նկատի ունեմ, հա, եւ փաստաթղթեր, որոնք իհարկե ամեն մի երկրում, որտեղ այդ փաստաթղթերը կան, ժամանակին շատ երկար պահվել են ուժ գաղտնի կնիքի տակ, հետո կամաց քաղաքակիրթ, այսպես ասած, եւ Եվրոպան, եւ Ռուսաստանը, նույն ժամանակ սովետական միությունը միջև Ռուսաստան դառնալ, հա, կամաց ջրի երես են դուրս բերել, ասել են եկեք տեսնենք, ովքեր էին Հիտլերի այսպես ասած գերագույն գլխավոր հովանավորները, չէ՞ որ երրորդ ռեխը ոչինչ չուներ, իրականում ոչինչ չուներ։ Գեբելսը ստի վրա կարողացավ այսպես հիմնել այդ կայսրությունը եւ համոզել գերմանացիներին, որ մենք ամեն ինչ ունենք, ամեն ինչ ունեցան իհարկե։ Գեբելսը ճիշտ էր, բայց այդ պահին չունեին, բայց պրոպագանդան իր ազդեցությունը թողեց, հա, եւ հիմա ամերիկացիներին, եթե հարցնես ԱՄՆ-ի պատմության մեջ
հաջողակ բիզնեսմեններից մեկը երևի թե համարվում է Հենրի Ֆորդը, հա։ Միշտ ցիտում են այս մարդուն մեջ են վերում, Հենրի Ֆորդի այս խոսքերը, Հենրի Ֆորդը այսպես, Հենրի Ֆորդը այսպես, բանվորներին այսպես էր նայում, իր աշխատողին այսպես է նայում, Հենրի Ֆորդը երրորդ ռեխի նացիստների գերագույն գլխավոր հովանավորներ, մեծ հովանավորներ, եվրոպական բոլոր գործարանները գրեթե, հա, հունգարական, բուլղարական, ռումինական, ասենք, նույն Շկոդան, նույն չեխական Շկոդան, հա, կամ չգիտեմ Porsche կամ սա կամ նա, բոլորը սկսեցին աշխատել երրորդ ռեխի համար, որը սա էր արտադրում, որը նա էր արտադրում, որը նա էր արտադրում։ Եվրոպայում, երբ որ Հիտլերը այսպես ասած հակասեմիտական այս իր արշավը սկսեց, հանկարծ պարզվեց, որ Եվրոպայում ես տոկոսներ չեմ կարող ասել, հա, որպեսի թվերի չխաղանք, սիրելի ժողովուրդ, պարզվեց, որ Եվրոպայի 80%-ը երևի թե, հա, չեմ կարող այսպես ասել, բայց գերակշիռ մեծամասնությունը միանգամայն համաձայն էին Հիտլերի հետ, որ պետք է հակասեմիտական ինչ-որ այսպես միայն Մերձբալթյան հանրապետություններում առանց Հիտլերի, առանց գերմանացիների, առանց նացիստների տեղի ժողովուրդը կոտորել է իր հարևաններին, հակասեմիտական այդ քայլերը, հա։ Ես այստեղ պատմության մեջ էլի չեմ ուզում մտնել, որովհետև էլի եմ ասում, պատմությունը ճշգրիտ գիտություն չէ, այդ թվերը միշտ խաղում են, այսպես վերև ներքև ճակերտավոր ասած խաղում են, մեկը կասի 5 միլիոն, մեկը կասի 6 միլիոն, մեկը կասի 4 միլիոն, կարևոր չէ, եկեք նայենք մեծ հաշվով, որ նացիստները իհարկե անմարդկային կոտորածների գնացին, անմարդկային կոտորածների, միլիոնավոր մարդկանց կոտորածների, նույն արեցին ճապոնացիների միջալոցա, Չինաստանում, Կորեայում նույն արեցին ճապոնացիների։ Երկրորդ աշխարհամարտը մեծ հաշվով մոտավոր այսպես մեծ հաշվով ամբողջ աշխարհի մակարդակով խոսում են մոտ 50 միլիոնի մասին, դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է։ Եվ այս ամենը սկսվեց պրոպագանդայից։ Գերմանիայում ոչ մեկ պատերազմ չէր ուզում, բացի Ադոլֆ Հիտլերից։ Եվրոպայում ոչ մեկը պատերազմ չէր ուզում։ Ֆրանսիացիները ահավոր սարսափում էին պատերազմից, որովհետև նոր էր պատերազմը վերջացել։ Անգլիացիները, ֆրանսիացիները Եվրոպայում ոչ մեկը պատերազմ չէր ուզում։ Միակ մարդը, որ պատերազմ էր ուզում Եվրոպայում, դա Հիտլերն էր, բայց Հիտլերը ոչինչ չուներ եւ կրկնում եմ, եկավ Պաուլ Յոզեֆ Գեբելսը եւ այդ պրոպագանդայի մեքենան աշխատեց այնպես, որ գերմանացիները մի մարդու պես կանգնեցին, հետո գերմանացիները, երբ որ արդեն ջարդուփշուր եղան, երբ որ արդեն կոտորվեցին, նրանք ովքեր կանգնել էին Հիտլերի կողքին, նրանք ովքեր 100,000-ներով, միլիոններով մասնակցել էին նացիստների այդ համաժողովներին կամ չգիտեմ արշավներին, այսպես այնպես, բոլորը հետ կանգնեցին, Միքայել ասեցին, մենք դրա հետ գործ չունենք, մեզ հրամայել են, մենք գնացել ենք։ Պրոպագանդան ինչ արեց եւ այսպես Նուրեմբերգի դատավարության ժամանակ 10-11 նացիստներին ընդհանրապես մաքսիմում նույն այդքան էլ Ճապոնիայում, այսինքն 50 միլիոն մարդու գլուխ կերած, ասենք, պատերազմի հանցագործներին ընդհանրապես 10-11 հոգի էին, որոնցից մի քանիսին նույնիսկ արդարացրեցին, Գյորինգը գիտեք ինքնասպան եղավ, նույնիսկ չհասցրեցին կախաղան անել, շատ նացիստների արդարացրեցին, շատ նացիստների գերմանացիները նույնիսկ գեստապոյի ղեկավարներից տարան հասցրեցին ԱՄՆ եւ հետո 47 թվականին, երբ որ Տրումանը հիմնեց կենտրոնական հետախուզական վարչությունը ՑՌՈՒ-ն, հա, ամերիկացիները իդեպ ասեմ, մինչև 47 թվականը ողջ պատերազմի ընթացքում ունեն հետախուզական, այսպես ասած, մանր ստորաբաժանումներ, բայց հետախուզություն որպես այդպեսին չկար, ի տարբերություն սովետական NKVD-ի կամ ԳՌՈ-ի, հա, 47 թվականին ընդհանրապես Թրումենը այդ ամեն ինչը միացրեց իրար, արդեն Ռուզվելտից հետո, երբ որ սառը պատերազմը արդեն սկսվեց, Թրումենը այդ ամենը այսպես ասած խմբավորեց եւ ստեղծվեց կենտրոնական հետախուզական վարչությունը, որ հետո դարձավ արդեն աշխարհի առաջատար հետախուզական վարչություններից մեկը, եթե ոչ ամենաառաջատարը այսօրվա դրությամբ։ Այն ժամանակ չեմ կարող ասել, որովհետև սովետական հետախուզությունը արդեն բավականին մեծ փորձ ուներ եւ սովետական հետախուզությունը պարզապես հզոր է, շատ հզոր է, այդ NKVD-ն ունի այդ ԳՌՈ-ն, հա։ Այսպես, երբ որ ստեղծվեց ՑՌՈ-ն, արդեն սկսվեց սառը պատերազմը պրոպագանդայի հաշվին։ Ինչպես սկսվեց սառը պատերազմը, սիրելի ժողովուրդ, ես այս ամենը ընդհանրապես պատմության դաշ չի սա, սիրելի ժողովուրդ, սա մենք պիտի բերենք եւ միացնենք մեր այսօրվա իրավիճակին հասկանալու համար ինչ է նշանակում պրոարևմտյան եւ պրոռուսական, պրոհյուսիսային կամ պրոարևմտյան, պրոռուսական կամ պրոամերիկյան, չգիտեմ այսպես, հա։ Հետո ինչու են այս երկուսն իրար ճակատներով անդադ
խոյահարվում եւ նրանք ովքեր պիտի զբաղվեն քաղաքականությամբ հանգիստ նստած են իրենց տեղում, այս երկուսը խոյահարվում են եւ ասում են մենք զբաղվում ենք քաղաքականությամբ կամ չենք զբաղվում։ Եթե մենք պրոռուսական ենք կամ պրոարևմտյան ենք զբաղվում ենք քաղաքականությամբ, եթե մենք պրոռուսական կամ պրոարևմտյան չենք, մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, բայց երկուսն էլ իլյուզիա է, մեծ խաբկանք է սա։ Անկախ նրանից դու որտեղ ես ապրում, ինչ միջավայրում ես ապրում, դու անպայման շփվում ես այդ միջավայրի հետ, դու եւ տալիս ես եւ վերցնում ես եւ ինչ էլ որ խոսում ես, ինչ էլ որ վերցնում ես, այդ փոխադարձ շփումը արդեն իսկ նշանակում է մտնել այդ քաղաքականության ճակերտավոր քաղաքականության մեջ, այսինքն չզբաղվել քաղաքականությամբ, կրկնում եմ, սա աբսուրդ է, դու չես կարող չզբաղվել քաղաքականությամբ, եթե դու ապրում ես այն միջավայրում, որը քեզ պարզապես խեղդում է եւ դու փորձում ես բարձրաձայնել դա։ Ուրեմն 46 թվականի դրությամբ արդեն երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, արդեն Ճապոնիայի ռմբահարումից հետո, երբ որ Սովետական Միությունը հասկացավ, որ ամերիկացիները ատոմային զենք ունեն, պետք է մի քիչ ավելի, այսպես արդեն այստեղ դիվանագիտություն օգտագործել, հանկարծ այսպես ասած ամերիկացիներին չնեղացնել մեղմ ասած ճակերտավոր, քանի դեռ Սովետական Միությունում ատոմային զենքը չի ստեղծվել։ Հիմա 46 թվականի դրությամբ արդեն վարչապետի պաշտոնը տանուլ տված Ուինստոն Չերչիլը 45 թվականի Պոտսդամի դեռևս համաժողովի ժամանակ երկրորդ երրորդ օրն էր Պոտսդամում, թողեց Պոտսդամը, գնաց Անգլիա, որպեսզի այդ ընտրությունների արդյունքներին կարողանա հետևել եւ պարզվեց, որ պատերազմը հաղթած, այսպես ասած, Ուինստոն Չերչիլը տանուլ էր տվել ընտրությունները եւ վարչապետ ընտրվեց Կլեմենտ Էթլին։ Կլեմենտ Էթլին եկավ Պոտսդամ, Ստալինի 3, այսպես ասած, մեծ եռյակի հանդիպմանը, Սովետական Միություն, Անգլիա, Ամերիկա, բայց այդ մեծ եռյակից մնացել էր միայն Ստալինը։ Ռուզվելտը մահացել էր, Ռուզվելտին փոխարինել էր փոխկապներ վաճառող ինչ-որ Գարի Թրումանը, իմիջիայլոց Ստալինը այսպես լուրջ չէր վերաբերվում Հարի Թրումանին, նույնը Կլեմենտ Էթլին լուրջ չէր վերաբերվում անծանոթ քաղաքական գործիչներն, այս սովետական հետախուզությունը Հարի Թրումանի, այսպես ասած, թղթապանակում ոչինչ չուներ։ Հարի Թրումանի մասին ոչինչ չունեն։ Սովետական հետախուզությունը ասում էր, դե Հարի Թրումանը այն ժամանակ, երբ որ Ռուզվելտը նրան դրեց վիցեպրեզիդենտ կարծեմ, այո, փոխնախագահ երբ որ դրեց, այն ժամանակ ասում էին Հարի Թրումանը այնքան աննշան մեկն է, որ առանձնակի ոչ մի բանով աչքի չի մնում, այդ մարդը պարզապես փոխկապներ էր վաճառում։ Նույնը Կլեմենտ Էթլին էր, Ստալինը ոչինչ չգիտեր երկու ախոյանների մասին, որոնք հանգարտ դարձել էին երբեմնի, այսպես ասած, դաշնակից երկրների ղեկավարներ։ Հարի Թրուման եւ Կլեմենտ Էթլի։ Ստալինը մնաց միայնակ։ Պոտսդամը վերջին հանդիպումն էր այս մեծ եռյակի, նրանք այլևս չէին հանդիպելու եւ այս մեծ եռյակի հանդիպումից հետո Ուինստոն Չերչիլը արդեն ոչ իհարկե վարչապետի պաշտոնում ամեն ինչ անում էր եւ համոզում էր Եվրոպային, համոզում էր ԱՄՆ-ին, որպեսզի քանի դեռ Սովետական Միությունը չի հասցրել վերականգնվել պատերազմի այդ կորուստներից, պետք է որոշիչ հարված հասցնել եւ վերջ դնել կոմունիզմին։ Չերչիլը անպայման ուզում էր պատերազմը շարունակել եւ հարձակվել Սովետական Միության վրա, բայց ուզում էր այդ պատերազմում օգտագործել արդեն ԱՄՆ-ի ատոմային ռումբերը, որտեղ ինքը ոչինչ չէր կարող անել։ Հարի Թրումանը մի քիչ ավելի, այսպես ասած, խոհամիտ գտնվեց, ասաց չէ, հիմա դրա ժամանակը չէ, մենք չենք ուզում Սովետական Միության հետ հարաբերությունները փչացնել, Ռուզվելտն այսպես դրել է, թող ժամանակ անցնի կտեսնենք, բայց Յալթայի պայմանագրով, երբ որ Սովետական Միությունը համաձայնվեց չխառնվել պատերազմից հետո չխառնվել եվրոպական երկրների ինքնավարությանը, անկախությանը, այսպես, Ստալինը խախտեց այդ պայմանը։ Ստալինը պարզապես խախտեց եւ բռնի ուժով կոմունիստական, այսպես ասած, գաղափարախոսությունը մտավ Եվրոպա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, այսպես, երբ որ Թրումանը տեսա, որ Ստալինը պարզապես այսպես Եվրոպան կոմունիզմի մեջ խեղդելով գնում է, թեև խոստացել էր չխառնվել,
Թրումենը հասկացավ, որ չէ, Ստալինի դեմն առնել է պետք, բայց ինչպես առնել Ստալինի դեմը, փողկապներ վաճառող անհայտ ինչ-որ քաղաքական գործիչ, որը քաղաքական որևէ պատմություն չուներ, քաղաքական, այսպես ասած, անցյալ չուներ, ոչինչ չէր կարող տալ ամերիկացիներին նույնիսկ զարմանում էին, թե ինչպես է Հարի Թրումանը դարձել պետության նախագահ։ Եվ այստեղ Հարի Թրումանը հիշեց, որ աշխարհի երեսին ամենածանր քաղաքական գործիչներից մեկը հայտնվել է out-ում, այսպես ասած, խաղից դուրս վիճակում։ Չերչիլի մասին էր խոսքը։ Չերչիլը մեծ դեպրեսիայի մեջ էր, տանուլ էր տվյալությունները եւ Թրումանը նրան մեղմ ասած այսպես ճանապարհել էր, ասել էր՝ դու քո տեղը նստի, դու պատերազմ անցավ, հիմա հանգիստ նստի քո տեղը, վայելի քո զառամյալ ծերությունը, այսպես ասած, բայց Թրումանը հանգարց հիշեց, որ այսպիսի ծանրակշիռ քաղաքական գործիչ կա, որին կարելի է օգտագործել Ստալինի դեմ։ Սա 46 թվականին կարծեմ, եթե չեմ սխալվում, գուցե սխալվեմ, գուցե 47-ին, ինչքան որ հիշում եմ 46-ին հրավիրում է արդեն Չերչիլին Միսսուրի, իր փոքր հայրենիք, այսպես ասած, որովհետև ինքը Միսսուրիից էր, Հարի Թրումանը կանչում են Միսսուրիի ժողովուրդը դիմավորում են, Չերչիլն է, լեգենդար Չերչիլը, իմիջիալոց, երբ որ Միսսուրիում դուրս են գալիս Չերչիլին դիմավորելու, որպես դաշնակից Չերչիլի նկարների հետ պահում էին Ձյաձյուշկա Ջոյի նկարները, նրանց համար ովքեր չգիտեն, Ձյաձյուշկա Ջոն, այսպես ասած, Յոզեֆ Ստալինն էր, ամերիկացիներն ասում են Ձյաձյուշկա Ջո։ Նույնը Ֆրանսիայում էր Ստալինի հեղինակությունը 1945 թվականի մայիսի 9-ից հետո ահռելի մեծ էր ամբողջ աշխարհում, եւ ամերիկացիները, եւ ֆրանսիացիները, ոչ միայն կոմունիստները, Ամերիկայում օվկիանոսից այն կողմ հավատացած էին, որ Ստալինի պես, ասենք, հզոր անձնավորությունը կարողացավ նացիստներին այսպես ջարդուփշուր անել, ամերիկացիները բացարձակ սովորական ժողովուրդ, իհարկե գաղափար չունեին, թե ով էր Յոզեֆ Ստալինը իր պետության մեջ, ինչ տիտանի, ինչ դիկտատորի, ինչ մարդակերի մասին էր խոսքը, ինչեր էր անում նա մինչև պատերազմը եւ պատերազմից հետո էլ արդեն մինչև իր մահը, տեղյակ չէին ամերիկացիները եւ սրա համար օգտագործվեց Չերչիլը։ Չերչիլը պարզապես իհարկե մի քիչ այսպես ծաղկեցրած, մի քիչ դրամատուրգիապես, մի քիչ այսպես ռետորական իր ոճով, ինչպես նա կարողանում էր, պատռեց Ստալինի դիմակը եւ ամերիկացիները, եվրոպացիները, ֆրանսիացիները, նրանք ովքեր դեռևս այսպես համակրում էին Ստալինին, կամաց սկսեցին փոխվել, այսպես իրենց կարծիքը փոխել, միտքը փոխել, սա պրոպագանդան էր առանց զենքի, առանց զորքի, առանց ահռելի ծախսերի, առանց որևէ բանի, նախատասություններ, բառեր, արտահայտություններ, որոնք փոխում էին աշխարհի դիրքը, սա կոչվում է պրոպագանդա, ինչպես որ Գեբելսը կարողացավ գերմանացիներին հանել ոտի, Գեբելսի դեպքում այդ պրոպագանդան խլեց 50 միլիոն մարդու կյանք, եւ ես որևէ կերպ չեմ կարող հասկանալ այն մարդուն, որոնք որ կասի, գիտեք ինչ, Հիտլերն իր ազգի համար էր անում, ոնց կարելի էր իր ազգի համար 50 միլիոն մարդ կոտորել նույնիսկ սեփական ժողովրդին։ Նացիստների մասին եկեք բարձ խոսանք, եկեք այս ամեն ինչը թողենք, որովհետև նրանք ովքեր տեղյակ են պատմությանը շատ լավ գիտեն, ինչ մարդակերների, ինչ անմարդկային սատանիստների մասին էր խոսքը։ Կրկնում եմ, նույն այլն ճապոնացիները հեռավոր արևելքում։ Այսպես երկու նախադասությամբ աշխարհը միանգամից այսպես փոխվեց, սկսվեց սառը պատերազմը։ Սովետական պրոպագանդան իհարկե ոչ մի կերպ հետ չէր մնում, եթե առաջ չէր իհարկե, հետ էլ չէր մնում հաստատ։ Ես խոսում եմ, ուշադիր եղեք, բառերի պատերազմների մասին։ Չեմ խոսում զենքերի մասին, զինամթերքի մասին, գիտնականների անուններ չեմ տալիս, սա չեմ անում, սա չեմ անում, Ամերիկայում սա է, Ռուսաստանում սա է, չգիտեմ, հայերն էսպես, հայերն այնպես, կարևոր չի սա։ Ես խոսում եմ խոսքի զորության մասին, այդ մանիպուլյացիաների արվեստի մասին, որը տրված է դիվանագետներին, իսկ հասարակ ժողովուրդը մտածում է, որ ինքը կամ զբաղվում է, կամ չի զբաղվում քաղաքականությամբ։ Ինքը վստահ է, որ ինքը չի զբաղվում, ինքը վստահ է, որ ինքը զբաղվում է, երկու դեպքում էլ սա իլյուզիա է։ Սովորական ժողովրդին տրված չէ զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ, տրված է ընդամենը ասել, խոսել, քննարկել, բայց խոսքը զորություն ունի իշխանավոր մակարդակներում։ Նրանք, ովքեր պիտի զբաղվեն դիվանագիտությամբ, նրանք գիտեն խոսքի զորությունը եւ ինչպես Չերչիլը
Ընդհանրապես մեկ, այսպես ասած, ելույթով Միսուրիում սկիզբ դրեց սառը պատերազմին, թեև այդ սառը պատերազմը արդեն Պոտսդամից կարելի ասել սկսվել էր, ոչ պաշտոնապես սկսվել էր, բայց 46-47 թվականից արդեն պաշտոնապես սկսվեց եւ ամբողջ այդ տասնամյակներ շարունակ այդ սառը պատերազմը երկարեց եւ անընդհատ աշխատում էր ռոպագանդայի հաշվին։ Սովետական միությունը երբեք չէր ռոպագանդում իր ունեցածը։ Սովետական միությունը ռոպագանդում էր արևմուտքի, այսպես ասած, սև կողմերը, արևմուտքը ռոպագանդում էր սովետական միության մութ կողմերը։ Արևմուտքը չէր ասում, մենք գիտեք ինչ, մենք մի երկիր ենք, որտեղ մենք ազատ անկախ այսպես չէ։ Սովետական միությունը չէր ասում, կեց են բոլշևիկ, սովետական միությունն ասում էր Ամերիկան քխա, ԱՄՆ-ը ասում էր սովետական միությունը քխա, սիրելի երեխաներ, փոքր սերունդը այսպես մեծանում էր եւ այնտեղ եւ այստեղ երկու կողմերում։ Սա բառերի պատերազմն էր։ Սովետական միության ռոպագանդան այնպիսի զորություն ուներ, սիրելի ժողովուրդ, որ 67 թվականին կարծեմ, չեմ կարող ճիշտ թիվը ասել, Բանդարչուկը նկարեց համաշխարհային կինոյի պատմության մեջ, ես կարծում եմ, եթե ինչ-որ տվյալներ չեն փոխվել մինչ այսօր, ամենաթանկ արժեցած ֆիլմը մոտ կես միլիոնից մոտ 500 կես միլիարդ կարծեմ 500 միլիոնի չափ այսպես գումար ծախսվեց այն ժամանակներում, հա, խոսքը Բանդարչուկի պատերազմ եւ խաղաղություն ֆիլմի մասին է։ Սովետական ռոպագանդան կիսասոված բրեժնևյան, ասենք, սովետական միությունում կարող էր այդպիսի փողեր ծախսել ցույց տալու համար այդ ռոպագանդան, որ սովետական միությունը հաղթեց ֆաշիզմին։ Հետո երբ որ սովետական միությունը փլուզվեց, Ռուսաստանի Դաշնությունը սկսեց իր ռոպագանդան։ Եվ նորից նույն պատմությունը կրկնելով, որ մենք հաղթեցինք ֆաշիզմին, մենք, եւ Ռուսաստանի Դաշնությունը այդ մենք ասելով կամաց մոռացավ, որ այդ մենքը սովետական միություն էր։ Այդ մենքը Մոսկվան չէր։ Եթե ավելի անկեղծ լինեն, նույնիսկ Մոսկվան, եթե վերցնենք, նույնիսկ եթե Կրեմլը վերցնենք, սովետական միություն որպես այդպեսին, Կրեմլում 2-3 վրացիներ էին, այստեղ հայերն էին, այնտեղ չգիտեմ ու ինչ ռուսների մասին էր խոսքը։ Այսինքն դուք պատերազմը հաղթեց սովետական միությունը, հետո եկավ 91 թվականը, սովետական միությունը փլուզվեց, կազմավորվեց Ռուսաստանի Ֆեդերացիան, հետո արդեն Ռուսաստանի Դաշնությունը, հիմա արդեն ռուսները կամաց այդ նույն ռոպագանդան, առավել եւս Ուկրաինայի երբ որ պատերազմի մեջ մտան, այդ նույն ռոպագանդան օգտագործելով տանում են, որ մենք որ հաղթեցինք ֆաշիստներին, նախ սովետական միությունը միայնակ, իհարկե ամենամեծ կորուստները սովետական միությունն է կրել, իհարկե շատ ծանր կորուստներ է կրել, իհարկե սովետական միությունը առանց սովետական միության իհարկե Հիտլերին, այսպես ասած, կանգնեցնել հնարավոր չէր, բայց եւ միայնակ սովետական միությունը իհարկե Հիտլերի դեմը չէր կարող առնել։ Եթե հաշվի չառնենք, ասենք, ամերիկյան կամ անգլիական կամ ամեն այսպես այդ օգնությունները, ամերիկացիները շատ մեծ օգնություններ են ուղարկել, շատ մեծ օգնություններ։ Սա իհարկե իրենց բիզնես ծրագիրն էր, որովհետև երկրորդ աշխարհամարտում մեծ հաշվով միակ հաղթող, այսպես կարելի ասել, դուրս եկավ ԱՄՆ, որովհետև հնարավորինս կարողացավ կորզել ԱՄՆ։ Եթե չհաշվենք Ճապոնիայի հետ պատերազմը, որ Թրումենը ուղղակի վերջ դրեց այդ պատերազմին, թեև պատերազմը արդեն ավարտված էր այդ ատոմային ռմբահարում, այսպես կարելի ասել, սովետական միության համար էր ավելի շատ, համ որպես փորձարկում, տեսնենք ինչ կլինի, հա։ Ամերիկացի պատմաբանները մինչ օրս փորձում են պնդել, որ Թրումանը դրանով փորձում էր վերջ դնել պատերազմին, բայց այդ ժամանակ սովետական միությունը արդեն պատերազմ էր հայտարարել Ճապոնիան արդեն, այսպես ասած, հայտնվել էր փակուղում եւ պատերազմի ելքը արդեն որոշված էր, մնում էր ընդամենը Ճապոնիայի կապիտուլյացիան, այսինքն ատոմային ռմբահարում, այսպես ասած, ավելի շատ սովետական միությանը ցույց տալու համար էր, որ ուշադիր եղիր, տես, մենք արդեն այս ամենը ունենք։ Ճապոնացիները իհարկե հանձնվեցին, սովետական միությունն էլ հասկացավ, որ ամերիկացիները պետք է մի քիչ ավելի զգուշ լինել, մինչև սեփական ատոմային ռումբ ունենալը։ Այսպես սկսվեց սառը պատերազմը, տասնամյակներ շարունակ տևած այդ պատերազմը, կրկնում եմ, եկավ հասավ 91 թվական, սովետական միությունը փլուզվեց, սառը պատերազմը համարում ենք այսպես պաշտոնապես ավարտված, այդ սառը պատերազմը մինչ օրս էլ գնում է, միշտ էլ գնացել է այդ պատերազմները, սառը պատերազմներն, այսպես ասած, երկրների միջև, գիտեք ոնց որ ասեն, Իսրայելի ու Պաղեստինի միջև, ասենք,
խաղաղություն է, բայց սառը պատերազմ է։ Չի լինում այդպես բան, այդ պատերազմները միշտ է լինում են, այսինքն երկրները, որ ամեն մեկը մյուսի հանդեպ ինչ որ այսպես ասած ակնկալիքներ ունի կամ ինչ որ չգիտեմ խնդիրներ ունի, սառը պատերազմը միշտ էլ գնում է, սառը պատերազմը միշտ էլ եղել է, հիմա առավել եւս այդ սառը պատերազմը շարունակվում է եւ արևմուտքի, եւ արևելքի, եւ հյուսիսի, եւ չգիտեմ հարավի միջև այդ սառը պատերազմը միշտ էլ գնում է։ Սառը պատերազմը ավարտվեց, սովետական միությունը փլուզվեց եւ ռուսները հանկարծ մոռացան, որ ֆաշիզմին հաղթել է ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը, այլ սովետական միությունը։ Սովետական միությունը որպես այդպիսին 15 սոցիալիստական հանրապետությունները եւ Ռուսաստանի Դաշնությունը հանկարծ մոռացավ, որ 15 հանրապետությունների միջից բնակչության թվին նայելով, բնակչության թիվը հաշվի առնելով, եթե միայն ու միայն Հայաստանը դուրս բերեինք երկրորդ աշխարհամարտից, ինչի մասին խոսել է անպայման Չերչիլը, Ռուսաստանի Դաշնությունը մոռացավ, որ բոլորովին այլ ելք կունենար այդ պատերազմը եւ կրկնում եմ Չերչիլն է սրա մասին խոսել, Չերչիլն է Ստալինին անձամբ ասել, որ միայն հայերի ներկայությունը հերիք էր այս պատերազմում, այս սովետական միության հաջողությանը հասնելու համար։ Սա Չերչիլի խոսքերն են, Չերչիլը շատ լավ գիտեր, բնակչության թվին նայելով։ Ես չեմ խոսում միլիոնավոր ուկրաինացիներ, միլիոնավոր բելառուսներ կամ տաջիկներ կամ կիրգիզներ կամ ադրբեջանցիներ կամ վրացիներ, որ դա ամեն բոլորը սովետական միության բոլոր երկրներ ամեն ինչ տվել են պատերազմին, բայց բնակչության թվին նայելով եւ նայելով զոհերի թվին եւ նայելով ձեռքբերումների թվին, այսինքն հազիվ 2-3 միլիոն կազմող ժողովրդի մեջ դու նայում ես զոհերի թվին, մասնակցության թվին ես նայում, այդ թիվը միշտ տատանվում է, մինչ օրս որևէ մեկը ճիշտ, այսպես ասած, հստակ թիվը չի ասել, այդ թիվը մինչև 300,000-ից սկսած ներողություն գնում է մինչև 650-700,000-ի մասին է խոսքը, հա։ Եթե վերցնենք միջինը նույնիսկ, ասենք 600,000 վերցնենք, 300-ի 700-ի միջև վերցնենք 500-600,000, բնակչության թվին նայելով սա նույնիսկ մեծ թիվ էր կազմում, շատ մեծ թիվ էր կազմում։ Հիմա եթե Հայաստանը առանձին միավոր նայենք եւ նայենք առանձին միավոր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը այն ժամանակ իրենց լեզվով ասած, հա, սովետական միության, միայն այդ Լեռնային Ղարաբաղը ավելի շատ է տվել պատերազմին եւ զոհերի թվով, ես նկատի ունեմ բնակչության թվին, եւ ձեռքբերումների թվով, եւ վերոսների թվով, եւ մարշալների թվով, ավելի շատ է տվել, քան հարևան երկու հանրապետությունները միասին վերցրած։ Այդ փոքրիկ Արցախը, եթե նայենք բնակչության թվին, եւ հանկարծ Ռուսաստանի Դաշնությունը հասկացավ 91 թվականից հետո, 91-ից հետո չէ, 91-ից հետո դեռևս իներցիան կար, դեռևս սովետական միությունը հաղթեց ֆաշիզմին։ Հիմա էլ կան պատմաբաններ, ռուս պատմաբաններ իհարկե, որ adekvat մարդիկ, որոնք խոսում են այդ մասին եւ հակառակում են իրենց ընկերներին, ասում են, պարոնայք, երբ որ դուք ասում եք Ռուսաստանի Դաշնություն, մի քիչ ուշադիր եղեք, հա։ Մի քիչ ուշադիր եղեք, որովհետև 45 թվականին չկար Ռուսաստանի Դաշնություն, ինչ Ռուսաստանի Դաշնություն կարող էր հաղթել ֆաշիզմին, ինչ ռուսը ոնց կարող էր հաղթել ֆաշիզմին, ինչ ռուսի մասին էր խոսքը։ Նույնիսկ պետության գլխին ռուսներ չէին, նույնիսկ մարշալները ռուսներ չէին, նույնիսկ գեներալների 80%-ը ռուսներ չէին։ Այդ ոնց եղավ ռուսները հաղթեցին պատերազմում, ինչ պատերազմի մասին, ինչ ռուսների մասին էր խոսքը։ Եկավ հասավ Ռուսաստանի Դաշնության պատմությունը, այս մարդիկ այդ պատմությունը սկսեցին պրոպագանդայի հաշվին գրել այսպես։ Իսկ Հայաստանում սովետական միության այդ տասնամյակների պրոպագանդան շարունակեց ուրվականի պես պատտել, անընդհատ ռուսական պրոպագանդա, ռուսներին պետք է այսպես, ու պատմում ես, ու խոսում ես, ու բացատրում ես, ասում ես պարոնայք, ախր դուք ձեր պատմության գոնե 3%-ը չգիտեք, առնվազն վերջին 10 տարիների պատմությունը նույնիսկ դուք չեք կարողանում ճիշտ վերլուծել, ուր մնաց 100 տարվա պատմությունը, ուր մնաց 200-300 տարվա պատմությունը, որ սկսենք խոսել, ասենք, ցարական Ռուսաստանից, Պյոտրներից, Եկատերինաներից, չգիտեմ, երբ որ սկսենք խոսելով գալ հասնել սովետական միություն։ Ես անդադ ուշադիր հետևում եմ մի, այսպես ասած, հաղորդում կար Կրեմլի
ճարտարապետների մասին էր, մանրամասն խոսում են Կրեմլի ճարտարապետների մասին, ով է եղել, ինչ է եղել, սա այսպես, այնպես։ Ինչ-որ ադրբեջանցի էր դուրս եկել իր տեղից, չգիտեմ, թե ադրբեջանցիներն են այդպես ինչ-որ անուն էին տալիս, որ էս ինչ մեր ադրբեջանցին է կառուցել, էս ինչ։ Ռուսները երբևէ, ոչ մի անգամ, ոչ մի հաղորդման մեջ, ոչ մի անկախ պատմաբանի կամ չգիտեմ բլոգերի կամ չգիտեմ որևէ մեկի բերանից ես չեմ լսել մարդու անուն, ազգանուն, որը համարվում էր Կրեմլի անձնական, այսպես ասած, ճարտարապետը, որովհետև Կրեմլ ասելով հասկանում էինք Յոսիֆ Ստալին։ Որևէ մեկը չի խոսում, ես չեմ լսել մեկն ու մեկից այդ արտահայտությունը, որ մեկնազի սիրելի բարեկամներ, Ստալինի այդ մերձավոր, այսպես ասած, դաչա կոչված, բլիժնայա դաչա էին ասում, այդ առանձնատունը, եկեք խոսենք ով էր կառուցել դա։ Ստալինը չէր էլ ճանաչում այդ մարդուն, երբ որ նրան հանձնարարում են Կունցևոյում կառուցել այդ առանձնատունը, որը հետո դառնում է Ստալինի արդեն սիրելի, այսպես ասած, վայրը, այնտեղ անցկացնում էր ժամանակի մեծ մասը, նրանք ծանոթանում են բացման օրը, եւ սա սարսափելի մեծ պատասխանատվություն էր, որովհետեւ ինքը առանց Ստալինին տեսնելու, առանց ճանաչելու նրա համար ինչ-որ առանձնատուն էր կառուցել։ Ցանկացած մի բան կարող էր այսպես, չգիտեմ, Ստալինն ասել էս ինչի, ասենց, այստեղ մի տեսակ դուրս չի գալիս եւ դա հերիք էր։ Բայց հետաքրիր է, որ Ստալինը երբ որ տեսնում է այդ առանձնատունը, նեոդասական ոճով այն թվականներին, նրանք ծանոթանում են, ասում են, ինչ է քո անունը, ասում է, իմ անունը Միհրանն է։ Միրժանյանց Միհրան։ Միհրան Միրժանյանցի ծնողներն են Հովանեսը եւ Հռիփսիմեն, բայց ռուսներին համար նա հերիք չի դարձավ Մերժանով, Միրոն Մերժանով հերիք չի դարձավ, մի հատ էլ կորավ այդ հետքը, ինչ Հովանես, ինչ Հռիփսիմե, ինչ Ռոստով, ինչ հայրի մասին է խոսք այն ժամանակ, գիտեք, Ռոստովում հայերը ուղակի այսպես ինչ թվի մասին էր խոսքը Ռոստովի հայերի։ Մերժանովը կառուցել է նույնիսկ ԿՎԴ-ի դաչաները, Սոչիի դաչաները, չգիտեմ, այսպես Լենինգրադի պաշարման ժամանակ Միրոն Մերժանյանը եւ Կարո Հալաբյանը երկուսով շաբաթը 1-2 անգամ ինքնաթիռներով իրենց հաշվին, մնացածն էլ պետության հաշվին, որպես այդպեսին, եթե պետությանը նային Կրեմլի հաշվին, մեծ օգնություն էին տանում, այսպես ինքնաթիռներով այդ վտանգավոր գոտով անցնում էին, այդ օգնությունը շպրտում էին Լենինգրադի օդը, այսպես վերևից շպրտում էին, որպեսզի ժողովուրդը սովամահ չլինեին։ Բայց եկավ մի օր, երբ որ Միրոն Մերժանյանի, այսպես ասած, Միհրան Մերժանյանի բնականի դուռը ծեծեցին ՆԿՎԴ-ի աշխատակիցները, չեկիստները եւ ասեցին հետևեք մեզ, պարոն։ Չգիտեմ ով էր գրել, չգիտեմ ինչ էր գրել, ես չեմ կարող ասել, այդ ամեն ինչի մասին չի խոսվում, բայց Ստալինը նրան ուղարկեց Սիբիր։ Կինը մահացավ, կինը իմիջիայլոց Կիսլավոդսկի գլխավոր ճարտարապետ Խոջայանի աղջիկն էր, Էլիզան դաշնակահար, նույնիսկ հայուհի Խոջայանը Կիսլավոդսկի գլխավոր ճարտարապետն էր։ Էլիզան մահացավ Աքսորում, Միրանը նույնիսկ Էլիզայի տեղն էլ չգիտեր, նա բազմակի անգամներ խնդրեց, ասեց, ախր ես այդքան ծառայություններ եմ մատուցել ձեզ։ Գոնե կնոջս տեղն ասե, գոնե նամակներս տեղ ասնի, բայց Էլիզան մահացավ, Միրանը դրա մասին չգիտեր, Էլիզան էլ չգիտեր Միրանը որտեղ է։ Շատ տարիներ հետո արդեն Խրուշովի ժամանակ, արդեն Խրուշովից հետո մի անգամ եկավ, նորից հետո աքսորեցին, մի հատ էլ Խրուշովը աքսորեց, մինչև հետ եկավ Մոսկվա։ Անգնահատելի է Մոսկվայի մետրոպոլիտենի կառուցման գործում, շատ կայարանների շահագործման գործում Միրան Մերժանյանցի, այսպես ասած, ներդրած ավանդը, բայց այդ մարդուն ուղղակի մի սենյականոց ինչ-որ բնակարան տվեց սովետական միությունը արդեն Խրուշովի ժամանակ։ Այդ մարդը մահացավ միայնության մեջ, սոված, ծարավ, առանց որևէ փողի եւ ուղղակի ջնջվեց այդ մարդու հետքը, ջնջվեց, հայր այդ մարդուն չեն ճանաչում, իսկ ռուսները 100 տարի մնա չեն խոսի դրա մասին, փոխարեն ադրբեջանցիները կկանգնեն, կասեն ինչ որ չգիտեմ ես ինչ ադրբեջանցին կառուցել է Կրեմլը։ Մարդու անունը, մարդու կենսագրությունը, մարդու փաստերը իմիջիայլոց ում որ հետաքրքրի, սա
խոսքի մեջ ասեմ, մեր երրորդ գրքում ճանապարհ դեպի դուք կարող եք կարդալ Միրան Մերժանյանցի մասին, նրա կենսագրության մասին։ Ահա ինչ էր անում ռոպագանդան, սիրելի ժողովուրդ, այդ ռոպագանդան մնաց սովետական Միության փլուզումից հետո եւ սկսեց պատտել նորանկախ Հայաստանում, որ մենք պիտի շարունակենք ապրել այսպես։ Մենք սովորենք այսպես, ռուսները այսպես, ռուսները այնպես, արևմուտքը, ես խոսեցի ձեզ, ես ձեզ ասացի, հա, եւ արևմտյան արժեքների մասին, եւ սովետական արժեքների մասին, եւ արևելյան արժեքների մասին, եւ հյուսիսային արժեքների մասին կապ չունի։ Դուք ձեր արժեքների մասին փոխանակ խոսեք, դուք փոխանակ ճանաչեք ձեր պատմությունը, դուք անընդհատ փորձում եք կախվել կամ հյուսիսից կամ արևմուտքից եւ դրա անունը դնում եք քաղաքականություն, դա քաղաքականություն չէ։ Դա նշանակում է չճանաչել սեփական պատմությունը։ Դա նշանակում է այնքան չիմանալ քո արմատները, այնքան չճանաչել քո տոհմածառը, այնքան անգիտակ լինել քո անցած ճանապարհից, քո ժողովրդի, քո ազգի անցած ճանապարհից, որ վերցնել ես դարում ու ասել, գիտես ինչ, ռուսը չլի մենք կորած ենք, ամերիկացիները չլինի մենք կորած ենք, պարսիկները չլինեն մենք կորած ենք։ Ամենայն հարգանքով ազգերի մասին չի խոսք, այստեղ օրինակների մասին է խոսքը։ Սա նշանակում է դու չես ճանաչում քո սեփական պոտենցիալը։ Այսինքն այդ 100-ամյակների, 200-ամյակների, 300-ամյակների այդ պատմություն, եթե դու գնաս Պետրոսից, չգիտեմ, Եկատերինայից, այսպես կամաց կարդալով գաս, հետո կանգնես ասես ռուսը չլինի մենք մեռած ենք, ես առնվազն ինչ կարգի տագետ պիտի լինես, դու ինչ կարգի տագետ, ասենք ինչ կարգի գոնե 2%-ով չճանաչես քո պատմությունը։ Գոնե 2%-ով չճանաչես քո պատմությունը, որ վերկենաս ասես ամերիկացիները չլինեն մենք կորած ենք։ Հանդիկները չլինեն մենք կորած ենք, պարսիկները չլինեն մենք կորած ենք։ Դու կորած ես, որովհետև դու քո պատմությունը չես ճանաչում։ Դու կորած ես, որովհետև դու չես ճանաչում այն գերհզոր հսկայական պոտենցիալը, որը դու տվել ես այդ բոլորին, եւ ռուսին, եւ ամերիկացուն, եւ հնդիկին, եւ պարսիկին։ Տվել ես, հերթով տվել ես։ Տվել ես, մարդիկ էլ վերցել են, օգտագործել են, պահել են, գնահատել են կամ չեն գնահատել, սա առանձին հարց է, հա։ Ինչ կարգեր վարվում սովետական միությունը, ասենք Միհրան Մերժանյանցի պես մարդկանց հետ։ Ինչ կարգի վարվեց սովետական միությունը ռուսական, ոչ թե ռուսական, այլ ԽՍՀՄ ատոմային սուզանավերի առաջին, այսպես ասած, նախագծող հրաշալի, պարզապես անփոխարինելի, այսպես ծովակալ մարդու հետ, մենք ծովակալ, այսպես ասած, մի քիչ ճակերտավոր է ասած, հա, որովհետև ինքը այսպես իհարկե ադմիրալ չէր, ծովակալ չէր, բայց մարդ, որը նախագծեց ԽՍՀՄ առաջին ատոմային սուզանավերը։ Ինչ կարգի, ինչպես վարվեցին այդ հայի հետ, նրա մասին նույնպես կարող եք կարդալ մեր երկրորդ գրքում, կարծեմ, Կորսովա ժառանգություն գրքում կարող եք կարդալ, ինչպես վարվեցին հայերը այդ մարդու հետ։ Ռուսները ինչպես վարվեցին այդ մարդու հետ, ոչ թե ռուսները, այլ սովետական միությունը։ Հետո եկավ պատերազմը, ավարտվեց 45 թվականին, ֆաշիզմը պարտվեց, աշխարհում ցնծում են, աշխարհում ուրախանում են, ֆաշիզմը պարտվեց, բայց ֆաշիզմի պարտությունից ընդամենը հաշված օրեր անց երրորդ աշխարհամարտը արդեն ուրվագծվում էր արդեն, հա, որովհետև արդեն ասացի, Չերչիլի ռոպագանդան այնպիսին էր, որ քանի սովետական միությունը չի հասցրել ոտքի կանգնել, պետք է միանգամից այսպես որոշիչ հակահարված տալ եւ կոմունիստների դեմ այսպես միանգամից այսպես առնել սովետական միությունը տապալել գետին, որպեսզի սովետական միությունը հետո չդառնա փորձանք աշխարհի համար, բայց ամերիկացիները չպահեցին այդ ոչ թե չպահեցին, այլ ամերիկացիներն էլ արդեն մի քիչ մտածելու տեղ ունեն, այնպես չէր, որ հալածյուղի պես այսպես պիտի մտնեին ու սովետական միության էսերով անցնեին, գնային մյուս ծայրից դուրս գային, այդպես չէր։ Պենտագոնում նույնիսկ բաներ նախագծեր մշակեցին, քանի անգամ մշակվեցին այդպիսի նախագծեր, սովետական մեծ քաղաքներ, Լենինգրադ, Մոսկվա, Ռոստով, Վլադիվոստոկ, նույնիսկ Բաքուն կար այդ քաղաքների մեջ, հա, պիտի ատոմային ռմբակոծության ենթարկին, Պենտագոնում էին սա, Պենտագոնում այդ քարտեզը կար։ Սա փաստ էր, սա իրականություն էր, որ ամերիկացիները ուզում էին ատոմային ռումբը գցել սովետական միության վրա, այդ գերհզոր ամերիկացիները, հրաշալի ամերիկացիները, Հենրի Ֆորդի ամերիկացիները, Հենրի Ֆորդը բիզնեսի, այսպես ասած, առաջին դեմքն է, հա, տեսեք, Հենրի Ֆորդը։ Ես չեմ լսել մի անգամ ամերիկացիները պատմեն, թե ինչպես եւ ինչու էր Հենրի Ֆորդը առավելապես, ասենք,
միլիարդներ տալիս երրորդ ռեխին, ինչու էր Հենրի Ֆորդը հովանավորում մարդկանց կոտորածներ, ինչու էր հովանավորում այդ հրաշալի բիզնեսմենը, ինչու էր հովանավորում, ինչու ամերիկացի պատմաբանները ճիշտ գնահատական չեն տալիս այդ մարդուն, ինչ անենք, որ հանճարեղ ինժեներ է, բայց այդ մարդը մարդակեր էր, այդ մարդը մարդասպաներին էր հովանավորում, այդ մարդը մարդակերներին, սատանիստներին էր հովանավորում, նույնը չեխերը, նույնը հունգարացիները, ռումինացիները, իտալացիները, իսպանացիները, ֆաշիզմը բունդրեց Իտալիայում, անցավ Իսպանիա, Հիտլերն ով էր, որ ֆաշիզմը Իտալիայում կար, երբ որ Մուսոլինին կար։ Իմիջիայլոց Հիտլերը Մուսոլինին համարում էր իր այսպես հոգևոր հայրը։ Ուր էր։ Երբ որ իսպանացիները Ֆրանկոյի ձեռը, այսպես ասած, կրակն էին ընկել, կոտորելով, ջարդելով, փշրելով, այդ քաղաքակիրթ Եվրոպան։ Ուր էր այդ Եվրոպան, երբ որ պատերազմից որբացած երեխաների նավերը, որոնք մի կերպ տեղավորվել էին նավով, ամբողջ օվկիանոսով այդ նավեր կային, պատտում էին ամբողջ օվկիանոսով եւ Անգլիայի հրամանով, անգլիական թագավորության հրամանով այդ նավերը պիտի անգլիական ափերին, ընդհանրապես անգլոհպատակ որևէ պետության ափերին պիտի չմոտենային։ Անգլիացիներն ասում են մենք սոված ենք, մի բան էլ այդ մարդկան երեխեք էին, փոքր երեխեք։ Հնդկաստանում հնդիկներն են վերցնում, պահում այդ երեխեքին, հնդիկները։ Հնդիկ Ռաջան, երբ որ տեսնում է այդ նավը, երբ որ նրան ասում են, որ այսպեսի նավ կա, այնտեղ որբեր են, երեխաներ են, ոչ մեկը չուզում նրանց ընդունի, ասում է բերեք, ես կընդունեմ, բերեք, ես կընդունեմ, տուն, տեղ ամեն ինչ ապահովեց։ Նույնիսկ խնդիրներ ունեցավ անգլիացիների հետ, բայց արեց մարդը իր հաշվին, իր անձնական հաշիվներով, իր ամեն ինչով արեց։ Քաղաքակիրթ Եվրոպան, քաղաքակիրթ Ռուսաստանը, քաղաքակիրթ Թուրքիան, երի թուրքերին ուրիշ են, սա Աբդուլ Համիդը չէր։ 1908 թվականին, երբ երի թուրքերի կառավարությունը որոշեց վերահաստատել, այսպես ասած, նախկին սահմանադրություն, այդ սահմանադրությամբ արդեն իրավունք էր տրվում այլազգիներին ծառայել Օսմանյան կայսրության բանակում, հայերը առաջինն էին, 1908 թվականին, հայերը առաջինը վազեցին մեջլիս, դռները ծեծեցին եւ ասեցին մենք էլ ենք ուզում ծառայել այս պետության բանակում։ Գիտեք, որպես այդպեսին, որպես երախտագիտություն, եթե նայենք, խոսքը Թուրքիայի մասին չէ, մարդկային երախտագիտության մասին նայենք, դու ապրում ես մի երկրում, որը քեզ տուն է տվել, որը քեզ ապաստան է տվել, որտեղ դու աշխատել ես, որտեղ դու ապրել ես, որտեղ դու հասել ես ինչ-որ բանի, որտեղ քո ծնողները մեծացել են, որտեղ քո ծնողները քեզ ուսում են տվել, եւ ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի ձև դու երախտագիտության զգացում ունես այդ երկրի հանդեպ, ապրել ես Ամերիկայում, պատերազմել ես Ամերիկայի համար 25000 հայեր ԱՄՆ-ի կազմում, ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում մասնակցել են երկրորդ աշխարհամարտին 25000 հայեր։ Եթե հաշվի առնենք, որ 1940 թվականի տվյալներով, 40 թվականի, 40-41 թվականի, այսինքն մինչև Պերլ Հարբորի վրա հարձակվել, այսպես ասած, մինչև Պերլ Հարբորի վրա հարձակվել է, եթե այդ թվին նայենք 15 թվականից մինչև 15, 16, 17 թվականից մինչև 41 թվական, այսինքն նրանք, ովքեր փրկվել են Եղեռնից, ընդամենը 20-21 տարեկան երեխեք էին, 19 տարեկան, 20 տարեկան, 21 տարեկան, այս բոլորը հայերի մասին է խոսքը, արևմտյան Հայաստանից փախստականներին, նրանցից շատերը հենց այնտեղ էլ ծնվել էին ու դեռ բարուրի մեջ մազապուրծ են եղել Եղեռնից, բայց երբ որ պատերազմը սկսվեց, Հայկ Շեքերջյան, Էրնեստ Քեչյան, այս բոլորը Էրնեստ Դերվիշյան ներողություն, այս մարդիկ վեր կացան ու Ամերիկայի զինված ուժերի կազմում պատերազմեցին ԱՄՆ-ի համար, Պերլ Հարբորում նույնիսկ Պերլ Հարբորում առաջին զոհերից մեկը եղել է ԱՄՆ հերոս Ջեյմս Թոփալյանը, այդ Պերլ Հարբորի, երբ որ ճապոնացիները արձակվեցին Պերլ Հարբորի վրա, 25000 էր, սա Կարծեմ 200,000-ից չէր անցնում հայերի թիվը ԱՄՆ-ում այդ տարիներին 38-39 թվականներին 200,000-ից չէր անցնում եւ 200,000-ից 25,000 հայեր կանայք նույնպես վեր կացան ԱՄՆ-ի կազմում պատերազմելու, բայց Թուրքիայի դեպքում երբ որ զինվորները երբ որ հայ երեխեքը գնացին, ասեցին մենք էլ ենք ուզում ծառայել բանակում, թուրք սպաները հարցրեցին, ասեցին տղա ջան, դու 20-21 տարեկան տղա ես, այսինքն դու պիտի առնվազն Համիդի ջարդերի ժամանակ զոհ գնացածների սերունդը լինես, դու ուզում ես ծառայել են երկրի բանակում,
որի ղեկավարությունը կոտորել է քո պապուն, քո տատենին, ասեցին համեցին եմ ուզում ծառայել, ասեցին համեցեք, երի թուրքերը սիրով ասեցին համեցեք, ընդամենը 7 տարի հետո այդ բոլորի վիզը պիտի կտրեին, բայց հայերն ասում են չէ, երի թուրքերն ուրիշ են, քաղաքակիրթ են այս մարդիկ, դեմոկրատիա, Աթաթուրքը դեմոկրատիա էր քարոզում, Հակոբ Մարթանը լեզուն է, այսպես ոչ թե լեզուն, այլ այբուբենը նորից փոխեց արաբերենից դարձրեց, մենք սրա մասին խոսել ենք, լատինատար տվեց այս մարդկանց, մարդիկ լեզու ունեցան, մարդիկ պետություն ունեցան, Մուստաֆա Քեմալը հռչակեց Թուրքիայի Հանրապետության սկիզբը 23 թվականին։ Հայերն ասեցին, չէ, մարդիկ ուրիշ են, անցավ սուլտանի ժամանակներն անցավ են, մարտակեր թուրքերը մնացին, ազգը որպես անհատ եթե դիտարկենք, բնավորության որոշակի գիծ ունի, որ դարերի ընթացքում չի փոխվում։ Չի փոխվում, դա չի փոխվում հрьяաների մոտ, դա չի փոխվում հույների մոտ, դա չի փոխվում հայերի մոտ, դա չի փոխվում թուրքերի մոտ, դա չի փոխվում վրացիների մոտ։ Ազգը ինքը նաև որպես անհատ որոշակի ազգային բնավորություն ունի, որ անընդհատ երևում է, դա հայերի մեջ էլ է երևում, այդ ազգային բնավորության գծեր կան, վրացիների մեջ էլ կան գծեր, թուրքերի մեջ էլ կան գծեր։ Այդ գծերից պիտի հասկանալի լիներ, չէ, դու ում հետ պիտի տաս, ում հետ պիտի առնես, ում հետ պիտի ընկերություն անես, ում հետ պիտի այսպես դիրքդ բարձր պահես։ Հիմա քաղաքականության ու դիվանագիտության հարցը, որ Հայաստանում մարդիկ մտածում են, թե իրենք չեն զբաղվում կամ էլ վստահ են, որ իրենք զբաղվում են քաղաքականությամբ եւ կրկնում եմ արդեն 3-րդ անգամ, երկու դեպքում էլ սխալվում են։ Դիվանագիտությունը, դու ապրում ես աշխարհի խաչմերուկում։ Դու ապրում ես մի խաչմերուկում, որտեղով անցնում են հարևան բոլոր երկրների ճանապարհները եւ բոլորը շահագրգռված են այդ ճանապարհներից օգտվելու համար։ Դու պատմում ես քո պատմության մեջ, որ ժամանակին մետաքսի ճանապարհն է, նույնիսկ անցել ես ճանապարհներով, այսինքն սա եղել է եւ մնում է աշխարհի համար, եթե Սյունիքն այսպես այսօր դիտարկենք, աշխարհի համար ամենայնպես շահավետ այսպես ճանապարհներից մեկը, որի վրա աչք ունեն բոլորը։ Հիմա եթե դու ունես դիրք, եթե դու ունես կամք, եթե դու ճանաչում ես քո պատմությունը, եթե դու ճանաչում ես քո տոհմած ծառը, եթե դու կարողանում ես քո սերունդը ճիշտ կրթել, դաստիարակել եւ նրան ցույց տալ, թե դու ինչի ես ընդունակ, եթե դու կարողանում ես քո սերունդը կրթել ինտելեկտուալ, ոչ թե սերիալներով ու ռաբիզներով, կարողանում ես քո սերունդը դաստիարակել մանկապարտեզով, կրթել դպրոցով, ապա գիտելիքներ տալ բուհում, եթե դու կարողանում ես ստեղծել ինտելեկտուալ բանակ, դու կարողանում ես ներկայացնել պետական շահ ասվածը, որը դարձել է ծեծված խաղալիք, որն էր պետական շահը։ Ցանկացած պետության մեջ, ցանկացած աշխարհի երեսին Սելի ժողովուրդ տիեզերքում եւ երկրի վրա մարդուց ավել գերագույն գլխավոր արժեք չկա, մարդն է գերագույն գլխավոր արժեք, որովհետեւ մարդն է ստեղծում մնացած արժեքները։ Պետություն որպես այդպեսին օթից չի ընկել, մարդն է ստեղծում այդ արժեքները, մարդը գծում է սահմաններ, մարդը իր ընտանիքով ապրում է տան մեջ, երբ որ տան մեջ ապրում է 100 տարի, 200 տարի, 300 տարի, որոշակի մշակույթ է ձևավորվում, այդ մշակույթը կամաց հաստատվում է, կամաց սերունդ փոխվում է, փոխանցվում է ներողություն, այսպես դառնում է ինչ-որ ազգային բնավորություն, հետո այդ ընտանիքի մասին, երբ որ խոսեն 1000 տարի հետո, կարող են պատմել, որ այս ընտանիքը սա այսպիսի հատկություն ունի, լավ երեխեք է տվել, լավ սերունդ է տվել։ Հիմա մենք եկել ենք հազարամյակների ընթացքում մոռացել ենք այդ ունեցածը, ոչ թե մոռացել ենք, այլ կեսը կորցրել ենք, էսի մասին չենք էլ հիշել։ Բայց եթե դու ապրում ես խաչմերուկում, որը բոլորի համար, այսպես ասած, շահավետ պիտի լինի, քո պետական շահը պիտի դառնար այդ մարդկանց հետ ճիշտ դիվանագիտություն, այսինքն պարոն, դու ուզում ես իմ տան միջով անցնել եւ գնալ հարևանի հետ առևտուր անել, ինչը քո արդյունաբերությունը պիտի հասցնի աստղաբաշխական թվերի, համեցեք, այսքան դու կտաս, այսքան դու կտաս, այսքան դու կտաս, այսքան էլ դու կտաս, համեցեք, ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, բոլորի դեմ դռները բաց են, սա դիվանագիտություն է, դու կարող ես առևտուր անել, դու կարող ես առևտուր անել, բայց իմ պետական շահը, իմ բանակը, իմ երեխեքը ողջ առողջ ապահով մնալն է, ես իմ երեխեքին կդնեմ այսպես, այս բանակը կդնեմ
որպես գլխավոր վերահսկող, անցեք դարձեք ինչ ուզում եք արեք, իմ տուրքերը դրեք, ոնց որ ժամանակին Ռուսաստանում ենթադրենք հիմնականում Աստրախանով էր անցնում այդ ճանապարհը, իմիջիայլոց այդ ճանապարհը կոչվում էր հայկական ուղի, հայկական ճանապարհ էր կոչվում, հա, նույնիսկ Ջուղայից մարդիկ գալիս էին, հասնում էին Աստրախան, որպեսզի Աստրախանից մտնեին Եվրոպա, Իտալիա, կամ չգիտեմ որտեղ առևտուր անեին, դա կոչվում էր հայկական ճանապարհ եւ ռուսները ցարական Ռուսաստան այն ժամանակ 1600 թվերի մասին է խոսքը, հա, սարսափելի մեծ տուրքեր էր վերցնում։ Մի հատ էլ տուրք էին վերցնում եվրոպացիները։ Ռուսաստանը չասեց, գիտեք ինչ, այս Աստրախանը ինչի՞ սա պետք է, եկեք տարեք տեսնենք ամերիկացին լավ կպահի, թե պարսիկները լավ կպահեն։ Այ մարդ ինչի՞ այդքան գլխացավանք, մի անգամից ծախեք թող գնա, էլ է ճանապարհը թող ամերիկացիները գա։ Սարական Ռուսաստանն ասում էր ուզում ես անցնել այստեղով։ Դուր, մուծվի։ Գնում էր հասնում էր Եվրոպա, նոր Ջուղայի առևտրականների մասներ խոս։ Եվրոպացիներն ասում են ուզում ես այստեղ առևտուր անես, ասում են մուծվի։ Մի հատ Ռուսաստանում էին մուծվում, մի հատ այնտեղ էին մուծվում։ Սրա մասին դուք իմիջիայլոց կկարդաք իմ 5-րդ գրքում, որ առաջին Աստված մինչև գարուն լույս կտեսնի, շատ հետաքրքիր պատմություններ կկարդաք Միշնադարից, Շվեդիա, Իտալիա, չգիտեմ, ինչեր են արել հայերը 1500 թվականներից սկսած, դեռ ավելի շուտ այս պատմությունների մասին առաջին Աստված կկարդաք 5-րդ գրքում։ Իսկ հայերի դեպքում ճանապարհը, որը շահավետ էր բոլորի համար, որից բոլոր ուզում են օգտվել, հայերը մտածում են արևմուտքին տան, թե հյուսիսին տան, թե արևելքին տան։ Ռուսաստանը չէր մտածում ում տարել ճանապարհ, Ռուսաստանը ասում էր, ես իմ ճանապարհը, այ քեզ բան, որ մեկիդ պիտի տամ, ես բավական պոտենցիալ ունեմ այդ ճանապարհը վերահսկելու, իսկ որտեղից այդ պոտենցիալը այն գրքերում է, որոնք դուք չբացեցիք, այդ պոտենցիալը այն տոհմածառի պատմության ակունքներում է, որոնք դուք չտվեցիք նոր սերնդին, որով դուք չդաստիարակեցիք ձեր սերունդը, դրա փոխարեն բերեցիք ռաբիզներ, դրա փոխարեն բերեցիք սերիալներ, եւ ռոպագանդան իր գործն արեց արդեն եւ արևմտյանը, եւ հյուսիսայինը, եւ արևելյանը, չգիտեմ ինչ կարգի կլինի։ Չկար հայկական ռոպագանդա, դրա համար եղավ արևմտյանը, եղավ հյուսիսայինը, եղավ արևելյանը, ինչ ռոպագանդասից աշխատեց բացի հայկականից։ Եվ հանկարծ որոշեցին, որ իրենք չունեն բավական ներուժ այդ ամեն ինչը պահելու, դրա համար պիտի տան կամ հյուսիսին կամ արևմուտքին կամ արևելքին։ Ահա ռոպագանդայի զորությունը եւ այս զորությունը կարողացավ ճիշտ օգտագործվել միայն այն պատճառով, կրկնում եմ, որ 1991 թվականից անկախ Հայաստանի առաջին ղեկավարությունը եւ նրա հաջորդող բոլոր ղեկավարությունները մինչ օրս այդպես էլ չկարողացան հիմնել անկախ կրթական համակարգ, չկարողացան հիմնել պետականամետ մանկապարտեզ ու երեխաներին սովորեցնել իրար լսել, իրար զիջել, նոր ուղարկել դպրոց տառաճանաչության, նոր դաստիարակված եւ տառաճանաչ երեխաներին ուղարկել բուհ, հետո արդեն մինչև բուհը կամ բուհից հետո արդեն կարևոր չի ինտելեկտուալ բանակի զինվորներ դարձնել նրանց։ Դրա փոխարեն ռաբիս, գողական, խարոշի տղեկ, լավ տղեկ, ծիծակավոր տղեկ, սերիալներ 30 տարի անցավ մեր բակից այն կողմ չգնացին, չանցան մեր բակից այն կողմ։ 30 տարի անցավ ռաբիզից այն կողմ չանցան։ Ինչքան ռաբիզ կար դարձրեցին գուսան։ Հետո ասեցին, ես ոնց եղավ։ Դպրոց չկա, մանկապարտեզը չկա, ասում են, գիտես ինչ մանկապարտեզներ կա, տեսել ես որ խոսում ես, ասում ես ինչ մանկապարտեզ կա, մի տեսել ոնց են վերաբերվում երեխեքին, ընկերներ, մանկապարտեզը երեխաների հետ լավ վերաբերվելու տեղ չէ, մանկապարտեզը դաստիարակչության սկիզբն է։ Մանկապարտեզը այն պետության այն առաջին հիմնաքարն է, որտեղից սկսվում է ճիշտ դաստիարակվել այն երեխան, որը 4-5 տարի հետո ենթադրենք 7 տարեկանում պիտի գնա տառաճանաչություն սովորի։ Նա պիտի սովորի տառաճանաչություն, երբ որ արդեն դաստիարակվել է մանկապարտեզում, իսկ ինչպես են դաստիարակում մանկապարտեզում սովետական միության ժամանակ անկյուն էին կանգնացնում։ Այստեղ ծեծ ու ջարդի վարդապետության մասին չի խոսքը, այստեղ խոսքը ճիշտ դաստիարակության մասին է խոսքը։ Մանկապարտեզի դաստիարակները, մանկապարտեզում մանկավարժներ չեն, դաստիարակներ են։ Մանկապարտեզի դաստիարակները եւ դպրոցի մանկավարժները, ինչպես նաեւ բանակի սպաները, որոնք անմիջական աշխատում են երեխաների հետ, ենթադրենք Վաշտի հրամանատարը օրինակի համար,
Այս մարդիկ պիտի ընտրվեն 1000-ի միջից մեկը։ Այս մարդիկ պիտի լինեն ամենաբարձր գնահատվողներն ու ամենաբարձր աշխատավարձ ստացողները։ Այս մարդիկ պիտի լինեն գերագույն գլխավոր պատասխանատուները սերունդների, դաստիարակները, մանկավարժները եւ սպաները։ Այս մարդկանց պետք է ճիշտ դասավորել, որովհետեւ չի կարելի ամեն մեկին գնալ բռնել, բերել, ասել արի ես քեզ 200-300 հազար աշխատավարձ կտամ, դու կդառնաս վաշտի հրամանատար։ Դու գործ ունես երեխաների հետ, որ քոնը չեն։ Դու պիտի կարողանաս այդ տղաներին, այդ ջահելներին պիտի կարողանաս հորպես, մանկավարժպես եւ այդ դիսցիպլինային եւ կարգապահությանը ներողություն բառի համար եւ այդ կարգապահությանը եւ շնորհքին եւ ամեն ինչին պիտի կարողանաս սովորեցնել ծնողի պես, ոչ թե վիշապի պես, ոչ թե գելու գազանի պես։ Նույնը պիտի լինի մանկավարժը, նույնը պիտի լինի դաստիարակը։ Եվ սա ընդամենը մի 2-3 սերունդ հետո, եթե կարողանանք այսպես մեխանիզմ այսպես ստեղծել, ընդամենը 2-3 սերունդ հետո արդեն հասանելի կլինի, արդեն պարզ կլինի, արդեն տեսանելի կլինի արդյունքը։ Այն ժամանակ, երբ որ հայրին ասեք, գիտեք ինչ, արևմտյան կողմը գնանք, արևմտյան կողմն աշխարհի խաղաղություն թողալ։ Մարդիկ կասեն ինչ, արևմուտքն էլ մեզ հետաքրքիր չի, մեզ արևելքն էլ հետաքրքիր չի, մեզ այս ամենը հետաքրքիր են որպես դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրներ, առևտուր են ուզում, թող մտնեն առևտուր անեն, բայց դրա համար թող փողը տան, մտնեն դուրս գան։ Գերագույն գլխավոր նախապայմանը խաղաղության, ոչ թե վիզը կախ ձեն չանելն էր, որ գիտեք ինչ ես չեմ հարցակում, ես խաղաղություն եմ ուզում։ Գերագույն գլխավոր գրավականը խաղաղության, դա զորավոր ինտելեկտուալ սերունդ դաստիարակելն է։ Խաղաղության գերագույն գլխավոր գրավականը դաստիարակություն, կրթություն, բանակ, այսինքն մանկապարտեզ, դպրոց, բանակ ունենալն է եւ կրկնում եմ հերթականությունը։ Դաստիարակում ես երեխաներին զիջել, լսել միմյանց, ուղարկում ես տարաճանաչության, ուղարկում ես գիտելիքների, որ ինչ բուհ կավարտի, ես չգիտեմ, հակառակ դեպքում այս ամեն ինչը նորից անցնում է սերունդը, հասնում են համալսարաններ, մեծ գիտելիքներ, սա արդեն գիտելիք չի, սա արդեն ինֆորմացիա է, մանավանդ այսօրվա մեր դարում են ChatGPT կոչվածը ամեն մյուս անուղից 1000 անգամ ավել բան գիտի, բայց որովհետև չեն անցել այդ դաստիարակչական մեխանիզմ, ամենասկզբից չեն անցել, ամենասկզբում չեն անցել, դա գիտելիքների շատությունը դառնում է ինքնակործան զենք, դառնում է սեփական ազգի դեմ օգտագործելու մի զենք, որը մարդիկ դեռ տեղյակ չեն, որ իրենք դա օգտագործելու են իրենց ժողովրդի դեմ։ Մարդիկ մտածում են, իրենք ինչքան շատ բան գիտեն, իրենք այդքան ինտելեկտուալ են։ Ոչ, պարոնայք։ Ինտելեկտուալ համարվում են դաստիարակված մարդիկ։ Եթե մարդը չունի դաստիարակություն, համալսարանական եւ ակադեմիական խրախճանքները զրոյական մակարդակի են եւ հնարավորինս վտանգավոր են եւ ոչ մի նույնիսկ ոչ մի լավ բան սպասելի չէ։ Այսինքն ակադեմիական գիտելիքներ ունեցող անդաստիարակը ամենասարսափելի զենքն է ազգագործան։ Չգիտեմ ինչքանով կարողացա ճիշտ բացատրել, սիրելի ժողովուրդ, մոտորերս մի քիչ ավելի դուրս արդեն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ես կխոսեմ կոնկրետ արդեն փաստերով, թվերով, նույն արևմուտքի, նույն հյուսիսի, նույն արևելքի այն հայերի մասին, որոնք անգնահատելի ավանդ ունեն այդ երկրներում եւ մենք դարձյալ այդ մարդկանց անունները ոչ լսեցինք, ոչ պահեցինք, ոչ իմացանք։ Վերջում էլ պարզվեց, որ այդ մարդիկ մնացել են այլ երկրների, մենք էլ վերջում ասեցինք, բա Հայաստանի համար ինչ են արել, առանց հասկանալու, որ եթե այդ ամենի գոնե 3%-ը կարողանայինք պահել մեզ, հավատացեք աշխարհի վրա բացարձակ այլ քարտեզ կլիներ։ Անփորձանք մնացեք։